Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը շարունակում է շրջայցերը տարբեր արտադրամասերում։ Կարճատև դադարից հետո գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին կրկին հարց ու պատասխանի ձևաչափով հանդիպումներ է անցկացնում բազմահազարանոց կոլեկտիվի հետ, հատ-հատ լսում յուրաքանչյուրին հուզող հարցերը։ Հանքաքարի ջարդման եւ տեղափոխման արտադրամասում գլխավոր տնօրենը խոսքը սկսեց ընդգծելով ընդամենը մի քանի ամիս անց կրկին կհանդիպենք նույն տեղում եւ կխոսենք արդեն կոնկրետ ձեռքբերումներից։ Այն բոլոր հարցերը, որոնք մենք նախորդ անգամ քննարկեցինք, մի մասը լուծված է, իսկ որոշները դեռ ընթացքի մեջ է։ Ուզում եմ առանձնացնել երկու շատ կարևոր անելիք, որոնք դեռ չենք լուծել։ Առաջինը ասպիրացիոն համակարգի ներդրումն է, եւ մենք ծրագրում ենք գալիք տարվա առաջին կիսամյակում օդափոխության նոր համակարգի հարցը լիովին լուծել։ Երկրորդ հարցը կենցաղային պայմաններին են վերաբերում, որոնք մենք կլուծենք մինչև նոր տարի։ Խնդրում եմ ասեք, եթե ես ինչ-որ բան եմ բաց թողել։ Արտադրական հարցերից զատ աշխատակիցներին նաև հետաքրքրում էր իրենց ուսման վճարների հարցը, կոմբինատը ոչ միշտ է փոխհատուցում։ Վճարս արդեն 3 տարի համ սովորում եմ, վճարս էլ ստո փոխանցում չունի։ Ռոման Խուդոլին շեշտեց, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի վճարում աշխատակիցների ոչ մասնագիտական կրթության ուսման վճարները։ Ձեռնարկությունը խրախուսում է հանքարդյունաբերության ոլորտին առնչվող բուհական կրթությունը եւ այս դեպքում է միայն պատրաստ փոխհատուցելու։ Руководство цеха считает, что они перспективные. Արտադրամասի ղեկավարությունը, եթե համարում է, որ աշխատակիցը հեռանկարային մասնագետ է եւ արժե առաջ տանել, մենք ամեն արտադրամասում նրանց կառանձնացնենք, լրացուցիչ կկրթենք, վերապատրաստման դասընթացներ կանցնեն, որ մենք ունենանք ռեզերվային մասնագետներ։ Ճիշտ ասած, հարցը կապված է կրանոջիկների հետ քննության կարգի բարձրացման։ Մենք արդեն տարակարգերը վերանայել ենք եւ դուք էլ անպայման կմասնակցեք տարակարգի բարձրացման քննությանը։ Պարոն Խուդոլին անչափ շնորհակալություն աշխատավարձների վերանայման հետի։ Շնորհակալ ենք։ Это переход на новую систему оплаты. Հանքաքարի ջարդման եւ տեղափոխման արտադրամասում ողջունում են տնօրինության ворթեգրած քաղաքականությունը, ընդգծելով դեմ առ դեմ հանդիպումը արդյունավետ աշխատանքի լավագույն տարբերակն է։ ՀՋՏ-ի աշխատակիցները շատ բարձր են գնահատում ղեկավարության նման հանդիպումները աշխատակիցների հետ, դա նաեւ ստիմուլ է տալիս աշխատակիցներին ել ավելի լավ աշխատել, որպեսզի դրա հետ զուգահեռ կարողանան նաեւ ել ավելի լավ խնդիրները բարձրացնել, ել ավելի լսելի լինել ղեկավարության կողմից։ Աշխատավարձի բարձրացումը լիքը մարդկանց մոտ լավ տպավորություններ է, մարդիկ արդեն սենց ասած փողի համոզգում են, գիտեն ինչ համար են աշխատում։ Արտադրության գծով տնօրենը կարևորելով նման շրջայցերը նշում է, նախորդին հնչած գրեթե բոլոր հարցերը լուծում են ստացել։ Նման այցերը ավելի շատ են մոտիկացնում ղեկավարությանը աշխատողների հետ, սա արդեն երկրորդ այցների, երկրորդ առաջի այցի ընթացքում հնչած բոլոր հարցերը, եթե ոչ 100%-ով 90%-ով լուծված են ու հիմա էլ արդեն համեմատած անցած այցի արդեն հարցերը շատ քիչ են։ Իսկ մնացած հարցերն էլ, որը մնացել է եւ որը հիմա հնչել է, նորից նույն 3-4 ամսվա ընթացքում ամենաշատը լուծվելու են։ Հաջորդ կանգառը հարստացուցիչ ֆաբրիկայում էր, այստեղ ղեկավար կազմը մանրակրկիտ ծանոթացավ աշխատանքային պայմաններին, վերջերս իրականացված շենքային փոփոխություններին։ Այստեղ եւս բարձրացրած հարցերը վերաբերում էին մասնագիտական աճի հնարավորություններին եւ կոմբինատում աշխատանքի ընդունելությանը։ Ձեռնարկության գլխավոր տնօրենն ընդգծեց, միայն սոցիալական հարց լուծելու պատճառով չեն կարող նոր մարդկանց ընդունել աշխատանքի։ Ինչ վերաբերում է օդափոխության լիովին նոր համակարգի ներդրմանը, այն կարելի է համարել կոմբինատի խոշոր ծրագրերից մեկն է, նշեց գլխավոր տնօրենը։ Глобальная программа. Սա գլոբալ ծրագիր է։ Կարելի է ասել, այսպիսի ծրագիր առաջին անգամ է իրականացվում ձեռնարկությունում։ Նախ մենք ծախսեցինք ժամանակ ու մեծ գումարներ մշտադիտարկում անցկացնելու համար, հասկանալու օդափոխության խնդիրները։ Մենք բախվեցինք մի իրավիճակի, որից հասկացանք, հինը ընդհանրապես չէր գործում եւ ստիպված ենք զրոյից նոր համակարգներ դնել։ Եվ այդ պատճառով չենք կարող միանգամից բոլոր արտադրամասերում տեղադրել։ Սա արագ ստացվող ծրագիր չէ, բայց մեզ համար մարդկաց առողջությունը առաջնահերթ է։ Ռոման Խուդոլին նախորդ ու այս շրջայցերի միջև մեծ տարբերություն է տեսնում, դրական տեղաշարժ կա, տրամադրությունները փոխվել են դեպի լավը, ամենակարևորը փոխադարձ վստահությունն է, ասում է։ Այդ վստահությունը ես տեսա, որովհետև մենք ինչ խոստացել ենք, կատարում ենք, բաց ենք բոլոր հարցերի համար եւ պատրաստ դրանք լուծել։ Ես բարձր եմ գնահատում այս հանդիպումները, հասարակ աշխատակցի հետ կապը շատ եմ կարևորում, ծրագրում ենք տարեկան 3 այսպիսի շրջայց իրականացնել, եզրափակեց նա։